Այս պայդրությամբ կա որևէ ուժ, որը 50 եւ ավել տոկոս հավաքելու շանս ունի։ Եթե ընտրությունների լինի 45-50% քվե, կարծում եմ իշխող ուժը վերընտրվելու է։ Եթե այդ տոկոսը ինչքան բարձրանա, ՔՊ-ի շանսերը կնվազեն։ Առաջին տեղում իշխող ուժն է, քաղաքացիական պայմանագիրն է, որը մոտավորապես ունի 34-35% քվե, կան 5-6 կուսակցություններ, որոնք բոլորը ընդդիմադիր կուսակցություններ են, իդեպ ինչը հետաքրքրական է, որոնք մոտ են շեմը հաղթահարելուն։ Մի շարք ուժեր ընդհանրապես, որ ակնհայտորեն իշխանական են, 1%-ից էլ ցածր քվեներ են ստանում համաձայն սոցիոլոգիական հարցումների։ Մարդկանց պետք է փորձել համոզել, որ դու գնաս-չգնաս, դու մեկը ընտրում ես ինչ-որ մեկին, քո չգնալով ես ընտրում ինչ-որ մեկին։ Տպավորություն կա, որ իշխանությունների օգտին միշտ քվեարկում են մարզերը, բայց դա այդքան էլ այդպես չի։ Ընդդիմությանը այսօր հաջողվում է օրակարգ ստեղծել, թե հիմնականում ոչ, ընդդիմությանը եւ հիմնականում այստեղ է պարտվում ընդդիմությունը։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Հակոբյան, գրեթե կիսվում է արդեն քարոզարշավը եւ ընտրությունների վերաբերյալ հնարավոր արդյունքների վերաբերյալ հնարավոր պատկերացումներ են ձևավորվում։ Ինչ է կարծում, այս պայդրությամբ կա որևէ ուժ, որը 50 եւ ավել տոկոս հավաքելու շանս ունի։ Մենք պետք է դիմենք սոցիոլոգիային, որովհետեւ այլ գործիք չկա չափելու, թե ընտրությունները ինչ արդյունքներ կունենան։ Բնականաբար ինքը սոցիոլոգիան էլ կարող է լինել պատվիրովի եւ յուրաքանչյուր ուժ ներկայացնի այն պատկերը ինքը որ ինչ ուզում է, բայց նաեւ արվում են հեղինակավոր կազմակերպությունների կողմից հարցումներ, դրանց մի մասը հրապարակվում են, մի մասը չեն հրապարակվում, ներքին օգտագործման համար է, եւ եթե ամփոփելու լինեմ, համադրելու լինեմ այս սոցիոլոգիական հարցումները եւ ընդհանրապես նաեւ հանրային տրամադրությունները, պարզ է, որ առաջին տեղում իշխող ուժն է, քաղաքացիական պայմանագիրն է, որը մոտավորապես ունի 34-35% քվե, երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է, որ էլի ունի մոտավորապես 13-14 մինչև տոկոս քվե, ուրեմն խորհրդարան մտնելու շեմը հաղթահարում է նաև Գագիկ Ծառուկյանը, որը մոտավորապես մինչև 6-7-8% տարբեր հարցումներով մոտավորապես այս թվերն են, ուշագրավ է, որ կան 5-6 կուսակցություններ, որոնք բոլորը ընդդիմադիր կուսակցություններ են, իդեպ ինչը հետաքրքրական է, որոնք մոտ են շեմը հաղթահարելուն, դաշինքներ եւ կուսակցություններ, ակնհայտ չորրորդ տեղում Դաշնակցություն Ռոբերտ Քոչարյան այս համատեղ ուժն է, Հայաստան դաշինքը, որտեղ նաեւ մի ուրիշ կուսակցություն կա, բայց գիտեք նրանք մասնակցում են դաշինքով եւ 8% պիտի հաղթահարեն, ինչպես նաեւ մի քանի այլ ուժեր կան, կրկնում եմ, գրեթե բոլորը ընդդիմադիր, կարող եմ ասել կոշտ ընդդիմադիր ուժեր, որոնք 2-2.5 մինչև 3% այդ շեմն են, այդ շեմի վրա են, բայց ընտրություններին դեռ ժամանակ կա եւ նաեւ քիչ չեն նրանք, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել, թե ում պիտի ընտրեն, ինչպես նաեւ քիչ չեն այն մարդիկ, ովքեր հարցին, թե ում եք ընտրելու, չեն արտահայտվել։ Այս երկու խումբը իրար հետ կազմում է մոտ 20% եւ սա բավականին մեծ թիվ է։ Գումարած դրան, որ մենք չգիտենք ընտրություններից առաջ, ընտրությունների օրը որքան կլինեն օտարերկրացիները, երկքաղաքացիները, որոնք կգան կամ չեն գա քվեարկելու եւ ում օգտին քվեարկելու, եւ այս ամեն ինչը դեռևս թողնում է բավականին տեղ վերջնարդյունքների հետ կապված, բայց այս պատկերը կարծում եմ, եթե տոկոսային առումով փոխվի, հաջորդականությունը կարծում եմ շատ չի փոխվելու։ Իսկ այդ չանցողիկ կուսակցությունների ձայների ընդհանուր հանրագումարը մոտ 10-15% է կազմում։ Այս պահի դրությամբ այդ ձայների տոկոսը, գումարած նաև նրանց ձայների տոկոսը, որոնք 1% եւ պակաս են կազմելու, 15% ավելին է կազմում։ Սա էլ է բավականին մեծ թիվ, եւ եթե այն 20%-ին ավելացնենք, այսինքն 35% ոնց որ օդում կախված քվե կա, որը
գումարվելու է համամասնորեն նրանց, ովքեր պիտի անցնեն խորհրդարան։ Հետևաբար դեռևս դժվար է վերջնական արդյունքների մասին խոսել, բայց ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում է եւ ակնհայտ է, որ երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի ուժն է։ Այս երկու փաստ է, սրանք այս երկուսը ակնհայտ են։ Եվ ես կարծում եմ, որ նաեւ զուտ հանրային տրամադրությունները նայելով էլ կարող ենք հասկանալ, որ դա իրականությանը մոտ է։ Իսկ ինչ եք կարծում Սամվել Կարապետյանի ուժի Ուժեղ Հայաստանի ձայները, դրանք Ռոբերտ Քոչարյանի ստացած ձայներն են նախորդ ընտրություններին, թե նախորդ ընտրություններին չմասնակցած ընտրողների ձայներն, այսինքն նոր ընտրողների ձայներ են։ Կարծում եմ եւ այստեղ բավականին, որտեղ ինքը նոր ուժ է եւ բնականաբար նայեք Նիկոլ Փաշինյանի ընտրողները շատ հաստատակամ են իրանց բանի մեջ եւ իրանք հաստատ գնալու են ընտրություններին մասնակցեն։ Դա այն մարդիկ են, ովքեր սիրում են երկրի ղեկավարին, վարչապետին, չեն թաքցնում այդ սերը, ցույց են տալիս ամենուր։ Բնականաբար նախորդ ընտրություններում մենք ունեցել ենք 20 քանի տոկոս ընդդիմության ձայներ, նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերը, այդ երկու ուժերը եւ 26%։ Այո, մոտ 26%, ճիշտ եք ասում, 25%-ից ավելի, բնականաբար այս ձայների մի հսկա հատված գնալու է Սամվել Կարապետյանին, այսինքն պրոտեստանտ ընդդիմադիր զանգվածը գնալու է քվեարկելու է Սամվել Կարապետյանի օգտին։ Հիմնականում այո, այդ ձայներն են լինելու։ Իսկ երկրորդ փուլի հավանականությունը ինչպես է գնահատում խորհրդարանում արդեն, եթե չլինի, հնարավոր է որ չլինի որևէ մեկը մեծամասնություն եւ երկրորդ փուլի Շատ բան կախված է կարծում եմ նրանից, թե կլինի արդյոք 4-րդ ուժը խորհրդարանում, թե ոչ։ Սրանից էլ է շատ բան կախված, բայց կրկնեմ ընտրություններին դեռ ժամանակ կա եւ մենք չգիտենք կուսակցությունները կարողանալու են մարդկանց իրենց տներից հանել եւ առաջնորդել ընտրատեղամասեր, սա չափազանց կարեւոր է եւ եթե ընտրությունների լինի 45-50% քվե, կարծում եմ իշխող ուժը վերընտրվելու է։ Եթե այդ տոկոսը ինչքան բարձրանա, ՔՊ-ի շանսերը կնվազեն։ Բայց եկեք սպասենք, դեռևս ընտրարշավը շարունակվում է եւ մենք չգիտենք ինչ ֆորս մաժորային իրավիճակներ կստեղծվեն։ Իսկ այս մայիսի 28-ին նախատեսված այդ զենքի ցուցադրությունը կարող է որևէ կերպ ազդեցություն ունենալ։ Կարող է ազդեցություն ունենալ եւ եթե մենք նայում ենք, եթե ազդեցություն չունենար, այն նման քայլի երևի չգնային, որովհետեւ գիտեք, որ Հայաստանում այդ ռազմական շքերթներ մենք արել ենք մի քանի անգամ եւ արել ենք սեպտեմբերի 21-ին ու հանկարծ հիշեցին, որ մայիսի 28-ը Հանրապետության օրն է։ Բնականաբար ոչ միայն դա, բոլոր այն քայլերը, Եվրոպական համաժողովը, որ երկու համաժողով բարձր մակարդակի մենք ընդունեցինք մայիսի սկզբին, եւ այս ռազմական շքերթը, դրանք ամեն ինչ իհարկե իշխանությունները փորձելու են օգտագործել համոզելու նոր մարդկանց, որ իրենք ճիշտ են, իրենց պետք է ընտրել, այո, միանշանակ։ Հանրության մոտ հատկապես 22 թվականից հետո հակառուսական տրամադրությունները շատ բարձր են, բայց կարծես արևմտամետ ուժերը չեն կարողանում ընտրազանգված հավաքել, այսինքն որևէ նշանակալի տոկոս ստանել, որն է սրա պատճառը ըստ ձեզ։ Որովհետև արևմտամետ ուժերի քվեները գնալու են Նիկոլ Փաշինյանին, որովհետև Փաշինյանը կարողացավ, ասենք, ինչի պետք է մարդը գնա ընտրի արևմտամետ ուժի, եթե կա Հիմա մենք կարող ենք իհարկե կասկածի տակ դնել, արդյոք իրենք արևմտամետ են թե չէ, արդյոք պարոն Փաշինյանը իրոք եվրոպական արժեքներ կրող է եւ հավատում է Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, որտեվ նաեւ ասում է, որ ինքը Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ ունի, բազմաթիվ թելերով կապված են եւ այլն, բայց եթե կա իշխող ուժը, ապա կարծում եմ արևմտամետ մտածողության մարդիկ կգնան հավանաբար նրանց կտրեն։ Համենայն դեպս հարցումները ցույց են տալիս, որ իշխանություններից բացի հաջորդ ուժը, որ կարող է որ բարձր տոկոսներ ունի, 2%-ից չի անցնում։ Հաջորդ իշխանական ուժը նկատի ունեմ, ոչ ընդդիմադիր ուժը։ Իսկ մի շարք ուժեր ընդհանրապես, որ ակնհայտորեն իշխանական են, 1%-ից էլ ցածր քվեներ են ստանում համաձայն սոցիոլոգիական հարցումների։
Իսկ այդ հարցումները ինչ են ցույց տալիս, երիտասարդների տրամադրվածությունն ինչպես է, թե այդպես առանձին հաշվարկ չկա։ Ես այդքան առանձին ուշադրություն չեմ դարձրել, ես ավելի շատ նայել եմ տոկոսներին, թե ինչ մոտավորապես ինչպիսին է պատկերը։ Շատ լավ, Ռոբերտ Քոչարյանի ձայները հնարավոր է աճեն այս քարոզարշավի ընթացքում, այսինքն նախորդ ընտրություններին 21%-ից ավելի ձայներ հավաքել, այդ ընտրողները ինչ է կարծում, հնարավոր է նորից վստահեն կամ ինչն է պատճառը, որ հիմա չեն վստահում իրեն։ Մի քանի գործոն կա, առաջինը ինչքանով Սամվել Կարապետյանը լավ քարոզարշավ կանի, բայց պետք է նշեմ, որ Քոչարյանի ձայները բարձրանում են, իր դաշինքի ձայները բարձրանում են, հարցումների տարբեր փուլեր, երբ որ համեմատում ենք, դա ակնհայտ է, դա նաև ակնհայտ է հանրային տրամադրություններից, բայց այնպես է ստացվել, որ հանրությունը գրեթե վստահ է, որ թիվ 1 ընդդիմադիր ուժը Սամվել Կարապետյանն է, եւ դրա համար իրենք հակված են գնալու եւ ձայն տալու Սամվել Կարապետյանին։ Հիմա այս ընթացքում շատ բան կփոխվի, թե չէ, ես կդժվարանամ ասել, բայց միանշանակ է, որ Ռոբերտ Քոչարյանի քվեները ավելանում են։ Արդյոք կարող այնքան կավելանան, որ հասնի 8%-ին, ժամանակը ցույց կտա, տեսնենք։ Իսկ որքան կարող է լինել ընտրությունների մասնակցությունը, այսինքն ինչ եք կարծում, նախորդ ընտրությունների պես 50%-ի շրջակայքում կլինի, թե գուցե մարդիկ այս անգամ ավելի շատ, ավելի ակտիվ մասնակցեն։ Եթե 50%-ի չափ լինի, քաղաքացիական պայմանագիրն ու Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու են։ Դրան ես կասկած չունեմ։ Եթե այդ թիվը բարձրանա, ավելի ու ավելի դժվար է լինելու, բայց շատ բան կախված է վերջին օրերից ընտրապայքարից, թե ինչ տրամադրություններ կունենան ընտրողները։ Հիմա վերջի դեպքը, որը ապշեցնող էր, երբ որ Հունգարիայում ընտրություններին մասնակցեց 80%, այսինքն դա շատ մեծ տոկոս էր եւ հենց դրա շնորհիվ էր, որ 16 տարիների գործող վարչապետը պարտություն կրեց։ Հիմա Հայաստանում արդյոք հնարավոր կլինի ընդդիմությունը կկարողանա մարդկանց տնից դուրս բերել, որտեվ շատ մարդ մտածում է, որ ինքը չի գնա քվեարկության, բայց նաև այդ մարդկանց պետք է փորձել համոզել, որ դու գնաս չգնաս, դու մեկը ընտրում ես ինչ-որ մեկին, քո չգնալով ես ընտրում ինչ-որ մեկին, եւ եթե ընդդիմությունը կարողանա լավ աշխատել, այդ թիվը կարող է բարձրանալ, բայց անկեղծորեն ասած ես այնքան էլ չեմ տեսնում, որ ընդդիմադիր ուժերը լավ են աշխատում անկեղծորեն։ Ես դա այդքան էլ չեմ տեսնում։ Կարծիքներ կային նաև Էդմոն Մարուքյանն էր վերջերս նշել, որ Նիկոլ Փաշինյանն ունի 500-ից 550 հազար ընտրող, ինչ է կարծում, իրականությանը մոտ է այս թիվը։ Այդ թիվը մոտավորապես քանի տոկոսն է, 25%-ը։ Մոտավորապես։ Իհարկե մոտ է իրականության, այո, այդ թիվը նույնիսկ մի քիչ պլյուսով կարելի ասել, որովհետև նաև սոցհարցումներն են ցույց տալիս, որ ես նշեցի 35% թիվը, չէ՞, դե ես կարծում եմ, որ այո, այդ թիվը շատ իրատեսական թիվ է։ Այս քարոզարշավը ինչքան ավելի ենք մոտենում ընտրությունների օրվան, այնքան ավելի է կոշտանում բառապաշարը, իշխանությունների կողմից հատկապես ատելության խոսքը ընդդիմախոսների հասցեին մեծանում է, ինչ է կարծում, սրա պատճառը նաև որ մարդկանց այնպես անեն, որ չգնան ընտրության։ Դե ես կարծում եմ, որ սա Նիկոլ Փաշինյանի ոճն է, ինքն է այդ Նիկոլ Փաշինյանի տարերքը փողոցն է։ Եվ ինքը փողոցում իրեն շատ լավ է զգում։ Քաղաքական գործիչներ կան, որոնք կարողանում են շատ հանդարտ տոնով համոզել ընտրողներին։ Գործիչներ կան, որոնք փողոցում են իրեն լավ զգում եւ փողոցում այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը անպարտելի է։ Եվ ես միշտ մտածում եմ, որ պետք չի մտածել, որ փողոցով կարող ես դու Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Ես այս կարծիքին եմ։ Եվ նաև պետք է նկատենք, որ օրակարգ հիմնական թելադրող էլի Նիկոլ Փաշինյանն է։ Անկախ նրանից ինչ օրակարգ է թելադրում, կլինի խաղաղության օրակարգ, պատերազմի օրակարգ, ինչ օրակարգ ասեք, ինքը կարողանում է օրակարգ ձևավորել եւ բոլորը այդ մասին են խոսում։ Սա արդեն իսկ հաջողություն է, երբ որ քաղաքական գործիչը կարողանում է այնպես անել, որ ինքը լինի հիմնականում խոսակցության թեման։ Եթե նույնիսկ բացասական կոնտեքստով դա էլ է իր օգտին աշխատում եւ այս իմաստով Փաշինյանը ինքն է այդ տոնը տալիս։
Իսկ ինչ եք կարծում, Երևանում ու մարզերում իշխանության ստացած ձայների հարաբերակցությունը շատ կտարբերվի իրարից։ Դժվարանում եմ ասել, ընդհանրապես տպավորություն կա, որ իշխանությունների օգտին միշտ քվեարկում են մարզերը։ Բայց դա այդքան էլ այդպես չի, եւ ես ընտրություններից կարող եմ դեպքեր հիշեցնել, երբ որ փոքր բնակավայրերում իշխող ուժը պարտվել է։ Հիմա ինչ եք կարծում, Երևանում, ասենք Մալաթիա Սեբաստիա համայնքում պարզ չի, որ հայտնի օլիգարխը կամ գործարարը պարզ չի, որ ինքը ապահովելու է իշխանական կուսակցության քվեների մեծամասնությունը։ Պարզ է, չէ՞ դա։ Կենտրոնում գուցե դա հնարավոր չլինի իրականացնել, թեև կենտրոնում էլ կա հայտնի մեկ այլ օլիգարխ կամ գործարար, շատ տարբեր կարող է լինել։ Բնակավայրեր կան, որտեղ կարծում եմ իշխող ուժը, եթե չի պարտվելու, ապա դժվար է շատ լինելու, դժվարությամբ է, ասենք, այնքան տոկոսներ հավաքելու, ինչքան հավաքական ընդդիմությունը։ Օրինակ Գյումրիում, օրինակ, ինչ ասեմ, Վանաձորում, օրինակ Տավուշի նոյեմբերյանի հատվածում, այսինքն տեղեր կան, որտեղ տարբեր հանգամանքներով պայմանավորված կարող է եւ Նիկոլ Փաշինյանը պարտություն կրել, Նիկոլ Փաշինյանի ուժը պարտություն կրել։ Դրա համար ես միանշանակ այդպես չէի ցանկանա միանշանակ գնահատական տալ, մանավանդ որ նաեւ դա վիրավորական է, որտեղ տպավորություն է ստեղծվում, որ գյուղում ապրողները այդքան էլ լավ չեն հասկանում եւ գնում են, ասում են, չէ, առանց մտածելու գնում են իշխող ուժին են ընտրում։ Այդպես չի։ Ես դրա հետ բացարձակապես համաձայն չեմ եւ ես կարծում եմ, որ մենք չպետք է վիրավորենք մեր ընտրողներին։ Տեսակետ կար, որ եթե ընդդիմությունը գնար միասնական ցուցակով, միավորված, այդ դեպքում հաղթելու շանսերը շատ ավելի մեծ կլինեին։ Դուք ո՞նց եք վերաբերում այս խոսակցություններին։ Դե ինչքան մեծ լիներ համախմբումը, այնքան ավելի միասնական կպայքարեն իշխանությունների դեմ, բայց ես օրինակ գիտեմ, որ ուժեղ Հայաստանը չի ցանկացել իր ցուցակում ներառել նախկին իշխանություններից, այդպես ասեմ, հա, նախկին իշխանությունների հետ չի գնացել։ Ճիշտ է, ցուցակում կան նախկին իշխանությունների հետ մարդիկ, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, ՔՊ-ի ցուցակում էլ կան նախկին իշխանություններից բավականին շատ, ընդ որում շատ խորը նախկին, էլի, դեռևս ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից նախկիններ կան։ Բայց ինչքան նկատել եմ, ուրեմն հիմնական ընդդիմադիր ուժը փորձել է դաշինքի հետ չգնալ ոչ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ, ոչ երկրորդ նախագահի հետ, ոչ երրորդ նախագահի հետ, ոչ էլ այլ այնպիսի մարդկանց հետ, որոնք միջև վերջին շրջանում իշխանությունների հետ ասոցացված են եղել։ Եվ այդ է պատճառը, որ նրանք այս ձևով մասնակցեցին ընտրություններին։ Դե Բարգավաճ Հայաստանը պարզ է, ինքը հիմնականում միշտ գնում է իր առանձին եւ այս անգամ էլ է նման քայլի գնացել։ Ռոբերտ Քոչարյանը ինչպես նախորդ ընտրություններում էլի գնաց հիմնական իր դաշնակցության հետ գնաց, դաշնակցական կուսակցության հետ։ Գիտեք, քաղաքականության մեջ միշտ չէ, որ 1+1-ը հավասարվում է 2-ի։ Քաղաքականության մեջ կարող են այնպիսի բաներ լինել, ալյանսներ, դաշինքներ լինեն, որոնց թվում է, որ մաթեմատիկական պիտի գումար տար, բայց երբեմն նաև հակառակ էֆեկտն է տալիս։ Շատ ավելի կարևոր է, թե խորհրդարան մտնելուց հետո այդ ուժերը ինչ կեցվածք են դրսևորելու։ Այս սա է շատ կարևոր։ Իրենք իրոք ընդդիմադիր են ունենալու, թե կարող են գնալ համագործակցության։ Ես չեմ ուզում գործարք բառն օգտագործեմ, որտեղ ինքը քաղաքականությունը հենց գործարք է, ամեն ինչն է գործարք, էլի։ Եվ ավելի շատ կարևորում եմ, թե խորհրդարան մտնելուց հետո ինչ վարկ կդրսևորեն ընդդիմադիր ուժերը։ Այսինքն մենք էլի այս որակի խորհրդարան կունենանք։ Եթե ընտրությունները այն արդյունքներով ավարտվեն, ինչ որ ցույց է տալիս։ Չէ, մի քիչ տարբեր կունենանք, նոր դեմքեր կունենանք, որովհետև ի վերջո, երբ որ մենք նայում ենք ընդդիմադիր հիմնական ուժի մարդկանց, դրանք բավականին նոր դեմքեր են, եւ մենք կունենանք նոր դեմքերով խորհրդարան, չէ, նույնը չի լինի, բավականին տարբեր կլինի։ Դեմքերը տարբեր կլինեն, բայց որակը, այդ բանավեճերի որակը, նախկին ներկա Թալանչի Դավթյան։ Նայեք, բանավեճերի բանը ուրեմն տալիս է իշխանությունը։ Իշխանությունը, եթե ինքը գնում է բանավեճի այդ որակին, ընդդիմությունն էլ դրան է տրվում։ Ճիշտ է, նաև ընդդիմությունը կարող է փորձել, բայց ամեն դեպքում
իշխանությունների հնարավորությունները տոն տալու շատ ավելի մեծ են, հետևաբար շատ բան կախված է նաև իշխանություններից։ Ես շատ կուզենայի, որ մենք ունենայինք ինտելեկտուալ իրոք խորհրդարան, որտեղ պարտադիր չի էլի, որ ամեն կառավարության ամեն հարցի շուրջ ընդդիմությունը քննադատի։ Ընդհանուր միտումը դա է, եթե իշխանությունը, ասենք, արևմտամետ է կամ այդպեսին է ուզում ձևանա, ընդդիմությունը փորձում է նրան հակառակվել, բայց քաղաքակիրթ աշխարհում այդպես չէ։ Հաճախ կարող ես դու, ասենք, 10 հարցից 2 հարցում ընդդիմադիր չլինել իշխանության հետ, որովհետև կա նաև տրամաբանություն, չէ, կա նաև ողջախոհություն։ Ասենք, եթե բերվել է օրենք, որը օգտակար է երկրի համար, պարտադիր չէ, որ ընդդիմությունը ասի հերթական դավաճանական քայլը։ Ես կուզենայի նույնն իշխանությունը, այո, եւ ես կուզենայի իրոք խորհրդարանը լիներ ուրեմն բանավեճի, քաղաքական մտքի գեներացման եւ Հայաստանի համար լավ լուծումներ գտնելու վայր։ Իսկ ընդդիմությանը այսօր հաջողվում է օրակարգ ստեղծել, թե հիմնականում ոչ, ընդդիմությանը եւ հիմնականում այստեղ է պարտվում ընդդիմությունը։ Ես կարող եմ ասել, սարսափելի պարտություն է կրում ընդդիմությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ինքը օրակարգ թելադրել եւ այդ օրակարգի հետևից տանել ընդդիմությանը։ Տեսեք, մի օրինակը բերեմ, խաղաղության օրակարգը։ Խաղաղության օրակարգի իշխանությունը ասում է տեր կանգնի խաղաղությանը, որ էսա միայն խաղաղությունն է, չէ։ Ընդդիմությունը հասկացել է, որ այս բառապաշարը ընդունելի է Հայաստանի բնակչության մեծ մասի համար, որտեղ մարդիկ օթերից իջել են գետին, պարտությունը ընկալել են, հասկացել են, տեսել են եւ իրանք էլ են մտել այդ նույն դաշտ եւ իրանք օգտագործում են այլ բառապաշար, ուժեղ խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, չգիտեմ, երաշխավորված խաղաղություն, այսինքն իրենք մտել են այդ բանի մեջ, բայց այստեղ իրանք արդեն պարտված են, որովհետև թելադրողը այս հարցում Նիկոլ Փաշինյանն է եւ պետք է նկատեմ, որ բազմաթիվ այլ հարցերում, գրեթե բոլոր հարցերում Փաշինյանը եւ թիմը կարողացել են ուրեմն իրենք ձևավորել օրակարգը եւ այդ օրակարգի հետևից տանել ընդդիմությանը, ինչը նշանակում է, որ ընդդիմությունը այս հարցում հաջողություն ունենալ չի կարող։ Վերջին շրջանում ընդդիմադիր ուժերի կողմից մի քանի խոսույթներ կան, որ տարածում են, մեկը 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարցն է, ինչը կարծում սա իրատեսական է վերաբնակեցման այդ թեման։ Անկեղծորեն ես չունեմ որևէ տեղեկատվություն, որ 300,000 կամ 3,000 կամ 3 ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան, որտեվ ես եւ դուք լրագրողներ ենք, եթե իմանայինք, պարզ է, չէ, որ քանի հոդված կգրեինք, շատ լավ թեմա է, վատ իմաստով, բայց լավ թեմա է, ինքը լրագրողական թեմա է։ Ես չունեմ նման տեղեկատվություն, բայց այլ բան կարող եմ ասել ձեր հարցին պատասխանելով։ Նայեք, ինձ մտահոգեց վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պատմության ընթացքում Հայաստանի բնակչությունը երբեք 90%-ից ավել չի եղել։ Այսպեսի մի հատ բան ասեց։ Իհարկե ես չեմ ուզում հիմա բանավեճի մեջ մտնեմ, որտեվ այդ բանավեճում ես հաստատ կհաղթեմ, գոնե այդ բանավեճում, որտեվ ստատիստիկ տվյալներ ունեմ, խորքային ուսումնասիրում եմ եւ կարող եմ ասել, որ այդ պնդումը ճիշտ չէ։ Գոնե խորհրդային Հայաստանի տարբեր մարդահամարների տվյալներով, էլի, կարող է մոդ լինել։ Հիմա կրկնում եմ, չեմ ուզում սրա մեջ խորանալ, բայց ինձ ուրիշ բան է հետաքրքիր, ինչի ենք այս մասին մենք խոսում։ Ինչու Նիկոլ Փաշինյանը դա հիշեց։ Ինչ էր սրանով ակնարկում, ինչ էր ուզում ասել։ Ինձ մտահոգեց դա։ Չեմ ուզում կապել անպայման 300,000-ի հետ, բայց ինձ մտահոգեց այս պահին ինչի գնաց հասավ միջև Բագրատունիներ, հասավ միջև խորհրդային շրջան։ Սա մեկ։ Երկրորդ, ընդդիմությունը հիշեցնում է եւ նաեւ մենք ենք հիշեցնում, որ նույն իշխանությունները տարբեր ժամանակներում շատ բաներ են հերքել, բայց հետո այդ հերքած բաները ներկայացրել են որպես մեծ ձեռքբերում։ Օրինակ, անկլավների թեման, որ ասում են իրավական հիմք չունի Հայաստանը։ Հիմա ոչ միայն դա էին ասում, ես հիշում եմ առաջին անգամ, երբ որ Բագրատյանը գրեց այդ մասին, Բագրատյանին ինչ էին անում, չէ, ինչ ատելության բան էր սկսվել։ Հերքում էին ամեն ինչ, բայց 3 տարի է արդեն իշխանությունները կամաց այդ թեման ոնց որ բերում են օրակարգ, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Արցվաշենը հետ է բերելու, ես արդեն համոզվեցի, որ վերջ,
Սա խոսվել է, համաձայնեցվել է, որ նաև անկլավների փոխանակություն է տեղի ունենալու։ Հիմա մարդը մտածում է, ասում է, դե եթե ինքը այն ժամանակ այսպես էր ասում, հիմա լրիվ հակառակն է ասում, կարող է այս թեման էլ ունենա իրավունք, որ քննարկվել է այդ թեման։ Եվ մի շատ ուրիշ ավելի կարևոր բան եմ ուզում ասել, ժամանակին, երբ որ տեղի ունեցավ Արցախահայության դեպորտացիան, բռնի տեղահանությունը 23 թվականին, ես շատ լավ հիշում եմ, որ իշխանությունները ամեն բան անում էին, որպեսզի այստեղ Արցախահայությունը չկազմակերպվի, վերադարձի թեման բան չանի, չքննարկի, նույնիսկ այն կազմակերպությունները, որոնք միջազգային հայցեր էին ներկայացրել, այդ հայցերից մենք հրաժարվենք, եւ գիտեք արդարացումը ինչ էին բերում, որ քննադատում են, ասում են ինչի եք զրկում արցախցիներին իրենց հայրենիք վերադարձնալու իրավունքից։ Հիմնական պատճառ չէին նշում, որ գիտեք ինչ կա, սա իրատեսական չէ, այլ ուրիշ բան էին ասում են գիտեք, երբ որ մենք բերում ենք այս թեման օրակարգ, ադրբեջանցիներն էլ հայելային ասում են դե մենք էլ պետք է Հայաստան վերադառնանք։ Այդ ժամանակ իմ մոտ կասկածը առաջացել, որ ադրբեջանցիները պնդել են այդ թեման եւ մերոնք էլ, որպեսզի այդ թեման օրակարգ չմտնի, ասել են դե մենք էլ ուրեմն արցախցիների վերադարձի մասին չենք խոսելու։ Բայց դրանք իրավական առումով նույնիսկ համարժեք հարցեր չեն։ Իհարկե համարժեք չեն, որովհետև հայերը ուրեմն ունեցել են ինքնավարություն Ադրբեջանում լղի անունով, ադրբեջանցիները չեն ունեցել։ Եթե համարժեքության բանով ենք նայում, դա Բաքու հայերի վերադարձի թեման կարա լիներ, չգիտեմ, Շամխոր եւ Ադրբեջանի բազմաթիվ տարածքներում հայահոց բնակչություն ենք մենք ունեցել։ Նույն Շահոմյանի շրջանը 82% հայ բնակչություն ուներ, ավելին քան նույնիսկ Լեռնային Ղարաբաղում էր 75%։ Ուզում եմ ասել, այս խոսակցությունները ինչ որտեղով մարդկանց մոտ կասկածներ են բանանում, որ կարող է իրոք այդ հարցը գոյություն ունի, կարող է այդ հարցը կա։ Եվ մի ուրիշ բան կա։ Ադրբեջանը ճիշտ է, անկեղծ լինելու համար պետք է նշենք, որ վերջին շրջանում իջեցրել է ռազմական հռետորաբանությունը։ Բայց կարող է պայմանավորված։ Կարող է։ Հիմա ավարտեմ, այս ինչ որ ասում էի, նայեք, բայց օգոստոսյան այդ հայտնի նախաստորագրված թղթերից հետո Ադրբեջանը առնվազն մեկ անգամ կրկին խոսել է այդ մասին, ամենաբարձր մակարդակով, հիմա էլ Հայաստանի քթի տակ Օրդուբադ քաղաքում Մեղրիից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա հունիս 18-19-ին դրել են էլի վերադարձի մասին մի հատ կոնֆերանս եւ բան, ինչ էր անունը, հիմա բառը մոռացա, մի հատ կողքնել բառ էին դրել, այսինքն մեծ միջոցառում են կազմակերպելու, այսինքն ավելի են մոտեցրել այդ քննարկումը, այս ամեն ինչը մտահոգիչ է, եւ նաեւ գիտեք ինչն է ուշագրավ, Ալիևը հաճախ ասել է բաներ, որ մենք մտածել ենք, որ դա ներքին սպառման համար է, բայց տարիների ընթացքում դա դարձել է իրենց արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարց եւ դա իրենք իրականացրել են։ Սրա հետ մեկտեղ նաեւ պետք է նշենք, որ վերադարձի թեման ադրբեջանցիների իրանք 90-ական թվականներից կրկնել են, բայց մենք դա չենք լսել, որտեղ մենք հաղթած էինք եւ ոնց կարող ենք դա լսել, երբ որ մեր զինվորը կանգնած էր Հորադիսում, Աղդամում եւ Քարվաճառում, հասկանում եք, այդ խոսակցությունները մեզ չէին հասնում, բայց այնպես չի, որ առաջին անգամ են, ես սա ուզում եմ շեշտել եւ ես նույնիսկ հիշում եմ մի անգամ ուրեմն 99 թվականներ կարծեմ Հեյդար Ալիևը նախագահի հայրը գնացել էր ուրեմն Շահումյանի գրավյալ այդ մեր գյուղեր, որտեղ հայեր են ապրել եւ այնտեղ վերաբնակեցվել էին ուրեմն Սևանի արևելյան ափի նախկին ադրբեջանաբնակ հայկական մեր այդ գյուղերից բնակչություն եւ նա այնտեղ ասել էր, որտեղ այդ մասին նաեւ ես հոդված եմ պատրաստել, դրա համար է հիշողությանս մեջ թեևանցել է արդեն մոտավորապես 20 տարի, նա ասում էր, որ դուք տեսնելու եք Գյոքչան, հենց այդ բառն էլ օգտագործում էր, այսինքն այդ բառն էլ առաջին անգամ չի օգտագործվում։ Վերադառնալով ձեր երկրորդ հարցին, արդյոք իրենք ընտրություններով պայմանավորված չեն խոսում, այո, կարծում եմ դա էլ կա եւ կարծում եմ ընտրություններից հետո իրենք շարունակելու են այս թեման եւ որ Օրդուբադում դրել են արդեն ամսի 18-19-ին ուրեմն բանը այդ համաժողովը
դա նշանակում է, որ այո, իրենք շարունակելու են։ Բայց կարծում եմ, որ ընտրություններից հետո իրենք առաջ են մղելու երկու այլ թեմաներ։ Առաջին անկլավների թեման, այո, եւ երկրորդ ավելի ու ավելի ագրեսիվ են առաջ տանելու ուրեմն Հայաստանի հանրաքվեի թեման եւ դա կապելու են խաղաղության օրակարգի վերջնական ստորագրման հետ։ Բայց ես դրանով էլ չեմ մտածում, որ դա վերջն է լինելու։ Կարծում եմ դա ստանալուց հետո Ադրբեջանը էլի նոր պայմաններ է առաջ դնելու, բայց հուսամ ես սխալվեմ։ Եվ անկլավների թեման, պարոն Հակոբյան, իշխանությունն ասում է, դե մենք ոչ ենք կարող հրաժարվել Արցվաշենից, հետևաբար պետք է իրենցը վերադարձնենք իրենց, Արցվաշենը հետ վերադարձնենք մեզ։ Այստեղ ո՞րն է խնդիրը։ Ինչու չի կարող նման փոխանակում լինել։ Դե շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք այնպես անել, որ Արցվաշենի եւ մյուս 3 անկլավների թեման փակվեր, բայց նաև պետք է հասկանանք, որ մենք պարտվել ենք եւ պարտվածները բանակցությունների ժամանակ հաճախ ոչ թե բանակցում են, այլ ստորագրում են իրենց առաջ դրված որևէ փաստաթուղթ։ Հիմա ցավոք մենք այդ իրավիճակին ենք հասել, սա է իրականությունը։ Ինչու լավ չէ այս ամենը, որովհետեւ Արցվաշենը ինչքան էլ որ հարազատ լինի մեզ, Արցվաշենը որևէ տեղ չի տանում։ Այսինքն ինքը միջպետական ճանապարհ չի, ինքը հանգույց չի, երկաթուղի չկա, դեպի ծով ելք չէ, ինքը այդ իմաստով մեծ նշանակություն չունի ռազմավարական իմաստով։ Իսկ 3 անկլավները չափազանց կարևոր են։ Տիգրանաշենը, որը տալու դեպքում մենք փաստորեն ստիպված ենք լինելու Վեդի լանջար, այդ Վեդի գորավան լանջար այդ երկրորդ ճանապարհը օգտագործել, ովքեր լավ տեղյակ չեն տեղանքին, ասեն, որ կարող են ուղղակի քարտեզը բացել ու նայել, եւ այստեղ էլ իհարկե մենք չենք կորցնում կապը Սյունիքի եւ Իրանի հետ, այդպես չի, բայց բան ենք տալիս, որ ափսոսա որ տանք, կարևոր ճանապարհ ենք տալիս, այն մյուս ճանապարհը լավը չի այդքան, հա, կարելի է այդ ճանապարհը լավացնել, բան չունեմ ասելու, մանավանդ որ այս իշխանությունները ոնց որ թե կարողանում են ճանապարհներ կառուցել։ Երկրորդը, ուրեմն Սոֆուլու Բարխուդարլուն տալու դեպքում մենք ստիպված ենք լինելու ուրեմն Ազատամուտ գյուղից մինչև Այգեհովիտ նոր ճանապարհ կառուցել կամ անցնել ադրբեջանցիների կոնտրոլի տակով, այսպես ասեմ։ Եվ վերջապես Իջևանից նոյեմբերյան Վրաստան եւ Ռուսաստան այդ ճանապարհը ճիշտ է, ինքը մենք չենք կորցնում դա, որովհետեւ այսօրվա ճանապարհը, որով ես երեք եկել եմ եւ այսօր խոսում եմ ձեզ հետ, այդ ճանապարհով եմ եկել, ինքը Հայաստանի Հանրապետության տարածքում է եւ այդ տեղը որ տեղի է ունեցել դելիմիտացիա, դեմարկացիան, ինչի մասին նաեւ ձեր թիմն է շատ լավ հաղորդումներ պատրաստում անդադար ցույց տալով թե ադրբեջանցիները որտեղ են հետքի թիմը, հետաքննողների թիմը, բայց այստեղ էլ մենք տալիս ենք մի տարածք, որը մխրճված է լինում Հայաստանի մեջ եւ եթե քարտեզի վրա նայեք, այդ անկլավը համարյա մոտենում է միջև Լոռիի մի հատվածին։ Եթե ուշադիր նայեք, շատ մոտենում է։ Ճիշտ է, ինքը Տավուշում է, բայց Տավուշը այդպես է Տավուշի աշխարհագրությունը։ Շատ լավ կլինի, եթե մենք կարողանայինք անկլավների փոխանակում չանեինք։ Բայց սրա հետ մեկտեղ ես չեմ համարում, որ անկլավների փոխանակումը Հայաստանի վերջն է։ Դա իհարկե իր մեջ վտանգներ պարունակում է, բայց մենք այնքան բաներ ենք զիջել, այնքան բաներ են մեզանից պոկել, որ անկլավները այդքան ես առաջնահերթ չեմ համարում, բայց կրկնում եմ, լավ կլիներ, եթե կարողանանք, բայց հավանաբար չենք կարողանում եւ իշխանությունները իրենց արդեն այոն են ասել եւ ընտրություններից հետո այդ հարցը հավանաբար էլի կբերի օրակարգ։ Եվ վերջում նորից վերադառնալով սոցհարցումներին, եթե ամփոփելու լինենք, հիմա այդ սոցհարցումների տվյալները ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը անցողիկ տոկոսներ ունեն, այսինքն հայտնվելու են խորհրդարանում, Հայաստան դաշինքը ամենամոտն է անցողիկ շեմին, իսկ մյուս կուսակցությունները, որոնք 2%-ից ավել են, դրանք որոնք են։ Նայեք, դրանք են ուրեմն Դոգի կուսակցությունը, դա այն կուսակցությունն է, որ գիտեք հայհոյանքներով է զբաղված, բայց հարցումների դինամիկան ցույց է տալիս, որ իրանց տոկոսները իջնում են, որտեղ անձամբ պարոն Դոգը չի մասնակցել ընտրություններին, գիտեք, որտեղ ինքը Միացյալ Նահանգներում է։ Սա կարծում եմ լուրջ բան է։ Դոգի եւ Քոչարյանի այդ ուժի ռեյտինգը մի պահ գրեթե հավասար էր։
Եվ իդեպ Երևանի ընտրությունները սա թող զարմանալի չթվա, որովհետև Երևանի ընտրություններում էլ իրենք գիտեք բավականին 9.5% մոտավորապես։ Դա հիմա էլի ուզում եմ վերադառնալ նրան, երբ որ ասում են դե գյուղացիներն են էլի նաև այդ ձայները տալի։ Երևանն է իրեն ձայներ տվել, այնպես որ պետք չի վիրավորել մեր գյուղի բնակչությանը։ Ուրեմն շեմին մոտ են, կարող են մոտենալ ուրեմն միասնության թևերը Արման Թաթոյան։ Այո, Արման Թաթոյան ուժը կարող է նվիրապետական կուսակցությունը շնորհապետական ներողություն շնորհապետական կուսակցությունը մերիտոկրատիա, դա անգլերենից են թարգմանել, այո, հայերենում մի քիչ լավ չի հնչում։ Դրանք են հիմնականում, որ մոտ են, բայց իրենք ինչքան կկարողանան մոտենալ 4%-ին, էլի կախում ունի բազմաթիվ հանգամանքներից, այդ թվում նաև նրանից, թե արտաքին ուժերը ինչ միջամտություններ նաև կարող են ունենալ, որտեղ մենք չգիտենք, թե արտաքին ինչպիսի միջամտություն կլինի այս ընտրություններում։ Իսկ Հայկ Մարությանը, Լուսավոր Հայաստանը, ՀԱԿ-ը ինչպիսի շանսեր ունեն։ Ես չեմ ուզում տոկոսներ նշել, որպեսզի չթիրախավորվեմ։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ շատ, պարոն Հակոբյան։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։